մինչև ուր կարող է շարունակվել այս իշխանության ընթացքը, երբ կալանավորվում են ապօրինի որոշումներով, կալանավորվում են բոլոր այն անձիկ, ովքեր դեմ են խոսում այս իշխանության կողմից վարվող քաղաքականությանը։ Ի վերջո կան կարմիր գծեր, չէ, իրավաբանության մեջ նաև իրավաբաններ եք ասում։ Կարծես թե բայց այդ բոլոր կարմիր գծերն անցել են։ Լավ, մինչև ուր կարող է սա շարունակվել այս ապօրինի որոշումները, ապօրինի կալանավորումները։ Կարմիր գծերը ոչ միայն իրավաբանության մեջ կան, կարմիր գծերը կան բարոյականության մեջ, կարմիր գծերը կան քաղաքականության մեջ, բայց 2018-ից այս կողմ հատկապես վերջին 5 տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ահագնացող, այսպես ասած, ոչ բարոյական մեքենան խժռում է ամեն ինչ։ Այս իշխանությունները կոնկրետ նպատակադրված քայլեր են ձեռնարկում ոչնչացնելու այն ամենը, ինչը մեր ազգայինն է։ Արարատ լեռը կա, երեկվա Փաշինյանի հայտարարությունը սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանելու վերաբերյալ եւ բազմաթիվ այդպիսի հարցեր։ Ես անգամ իմ ամենասարսափելի մղձավանջային երազում չէի կարող պատկերացնել, որ ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կարող է հարուցվել հանրային քրեական հետապնդում։ Ես չեմ կարողացել երբևէ պատկերացնել, որ մենք կարող ենք ունենալ սրբազաններ, ովքեր ազգային անվտանգության ծառայության, այս բառն եմ ուզում օգտագործեմ, падվալում կրելու են իրենց պատիժը, ինչի համար, որովհետև տեր են կանգնում մեր ազգային ինքնությանը, եկեղեցուն, ով դարերով պայքարել է, որովհետև Հայաստանը չկորցնի իր պետականությունը։ Նույն ցցուն օրինակը նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի քրեական գործն է։ Ինչ արեց Սամվել Կարապետյանը, ուղղակի հարցազրույցի մեջ հայտարարեց, որ ինքը թույլ չի տալու, որ եկեղեցու դեմ այս ապօրինությունները շարունակվի։ Ընդամենը, ու ինչքան էլ գոռան, որ սա ժողովրդավարության բաստիոն է, ինչքան էլ ասեն, որ Վենսերը, չգիտեմ, միջազգային կազմակերպությունները մեզ ծափահարում են, միևնույնն է, այս ամեն ինչը ակներև է, սա քաղբանտարկյալների բաստիոն է, սա բաստիոն է, որտեղ երբ որ դու փորձում ես խոսքդ հնչեցնես, բայց մի քիչ հաճոճ չի իշխանության քիմքին, դու անգամից հայտնվում ես դատապարտելի աթոռին եւ քրեական գործերը կարծես շաբլոնային պատրաստած, անուն ազգանունը փոխում են, առաջ են տանում, անուն ազգանունը փոխում են, առաջ են տանում։ Կարմիր գծերը վաղուց են հատված եւ հիմա խոսել թե սա միջև ինչքան է շարունակվելու, ես առնվազն մի այսպես ասած լիահույս կամ հուսադրող պատասխան պիտի տամ հունիսի 7-ը, որովհետեւ այդ սահմանը գոնե պիտի ավարտվի, որտեվ հանրության այն ամենաշատ ամենաստվար զանգվածն էլ արդեն վաղուց արթնացել է, այլ հանրությունը չի ուզում, չի կարողանում տեսնել այս ամեն ինչը, ինչքան էլ մենք ֆիզիկական ակտիվ գործողություն չենք տեսնում։ Շատ են ասում հանրությունը հավասարազոր կամ համարժեք չի արձագանքում։ Մարդը սկսում է համարժեք արձագանքել, երբ որ գիտակցության մեջ արդեն հասկանում է, որ ցավը ավարտվել է, հաշտվել է այդ ամեն ինչի հետ։ Բայց մենք Արցախի կորստից սկսած, Արցախի հայաթափում սրբությունների ապականում մենք անընդհատ այդ ցավի մեջ ենք, մենք չենք կարողանում հասցնենք ժամանակ ունենանք, հաշտվենք դրա հետ, որ արդյունքում տանք համարժեք արձագանք։ Շատ գլոբալ ու շատ ողբերգական վիճակում ենք։ Իսկ ոնց հասկանալ այս իշխանության այդչափ մեծ ինքնավստահությունը, թե իրենք վերընտրվելու են։ Կարծում եմ լավ լսում եք, չէ՞, եւ Փաշինյանն այդ մասին խոսում, վերջերս էլ Գյումրիում ասել էր 65% ձայն ենք ունենալու։ Ալեն Սիմոնյանը, մնացած բոլոր պաշտոնյաները հայտարարում են կտեսնեք թե ինչ կկատարվի եւ ժողովուրդը մեզ է ձայն տալու, որտեղից իրենց այդ ինքնավստահությունը մարդկանց, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր 5000 զոհեր տվեցին, ովքեր շարունակում են Հայաստանի տարածքները հաղթել։ Ես ուզում եմ դա հասկանալ, ունեք դուք այդ հարցի պատասխանը։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ, եթե չարձագանքեմ իրավաբանական մի տերմինով, իրավաբանության մեջ կայսի մի տերմին կոչվում է հանցավոր ինքնավստահություն։ Միգուցե այս իշխանությունների մոտ այդ հանցավոր ինքնավստահությունն է, որ իրանք 2000 առաջիկա, ասենք 26 թվականի հունիսի 7-ի ընտրություններում 65 կամ պլյուս տոկոս ձայն են հավաքելու, բայց հողի վրա աշխատող մարդիկ ակնհայտ տեսնում են, եթե այս իշխանություն ունենար իսկապես այդ ձայների քանակը, այդ էլեկտորալ բաշխիչ ձայները, ապա օրինակ Նիկոլ Փաշինյանին ծափահարող Facebook-յան ստատուսների տակ ֆեյքեր չէին լցվի։ Օրինակ, կլինեին մարդիկ, ովքեր ֆիզիկապես ռեալ իրենց աջակցությունն են հայտնելու։ Իսկ գլոբալ ընտրությունների հետ կապված նաև կարծում եմ որոշակի, այսպես ասած, միջազգային կառույցներ կամ երկրներ, որոնց համար Նիկոլ Փաշինյանը եւ իր այսպես կոչված հեղափոխությունը success story է, հա, այս ասեմ։ Ինչ որ ձև աջակցելու են, պատահական չի Մոլդովայի օրինակի անընդհատ քննարկումը Հայաստանում եւ երեք
ամենայն հայոց իրավապաշտպան Դանիել Իոնիսյանը նաև քննարկում էր կազմակերպել մոլդովացի իր գործընկերոջ հետ եւ փորձի փոխանակման ինչ որ բաներ էին քննարկում, ենթադրում եմ թե ինչպես պիտի այդ բռնությունը գործադրեն ընտրությանը մասնակցող այլ տեխնացուների նկատմամբ, որպեսզի կարողանան ինչ որ ձև գոնե մոտենան այն տոկոսին, որ այդ ուրախ ավտոբուսի մեջ սրտի կանելով հնչեցնում են։ Իսկ որպես իրավաբան, օրինակ դուք մտավախություն չունեք, որ սրանք կարող են գնալ ամեն քայլի այն ընդդիմադիրներին, այն ընդդիմադիր ուժերին, որոնցից իրենք վախ կունենան, մտավախություն կունենան, այնպես անել, որ այո, մոլդովական սցենարը լինի եւ ուղղակի հնարավորություն չլինի մասնակցելու։ Ես վստահ եմ, ես ոչ թե մտավախություն եմ, այլ ես վստահ եմ, որ ամեն ինչ անելու են, որտեվ էլի եմ ասում Սամվել Կարապետյանի օրինակը ցցուն օրինակը վկա։ Սամվել Կարապետյանը ակնհայտ է բոլորի համար, որ Նիկոլ Փաշինյանի թիվ 1 մրցակիցն է ընտրապայքարում։ Եվ եթե Սամվել Կարապետյանին 9 ամիս շարունակ բանտայինից հետո նաև տնային կալանքի տակ ապահում, ակնհայտ է, չէ՞ որ այդ մարդը վախ ունի, որ եթե մրցակիցը ֆիզիկապես հողի վրա շփվի քաղաքացիների հետ, ընտրողների հետ եւ այլն, Նիկոլ Փաշինյանի այդ առանձայն ուռճացված տոկոսները ամեն օրվա հետ հաշվարկի կտրվածքով նվազելու են։ Ամեն դեպքում շատ է քննարկվում հիմա մամուլում եւ նաեւ այսպես կոչված որոշ քաղաքական գործիչների կողմից, որ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը չեն գրանցելու առաջիկա ընտրություններում, այստեղ մի քանի նյուանս կա, որը երևի շատ ավելի մասնագիտական է, որին շատ ուշադրություն չեն դարձնում։ Նախ Սամվել Կարապետյանի ուժը գրանցել արտահայտությունը, դա նշանակում է ուժեղ Հայաստան կուսակցության պետռեգիստրում գրանցելը, որը վաղուց արդեն իրողություն է։ Երկրորդը ընտրություններին որպես տեխնացու գրանցել ուժին, իրավունք ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել բացառապես, եթե ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքով նախատեսված փաստաթղթերը սխալ են ներկայացվել։ Ըստ որում սխալ ներկայացվելու դեպքում էլ այդ ուժին տրվում է 24 ժամ ժամանակ հստակ նշելով թե ինչն է սխալ, որպեսզի ուղղվի։ Այս թեման ակնհայտորեն բացառում եմ, որովհետև ես առնվազն ճանաչում եմ մարդկանց, ովքեր օրինակ, չգիտեմ, Մելոյան Գոհարին, Արամին Վարդևանյան, ովքեր այդ թիմում են աշխատում, ես վստահ եմ իմ գործընկերների մասնագիտական բարձր որակներին եւ այդ փաստաթղթերը վստահաբար սխալ չեն ներկայացվելու։ Այլ հարց է, որ գրանցումից հետո մինչև ընտրությունը որոշակի հնարավորություն կա չեղարկելու։ Այստեղ արդեն սուբյեկտիվիզմ կա, որտեղ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը ասում է, եթե պարբերաբար եւ հետեւողականորեն ուժը խախտում է, ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը կհանդիպի դատարան, որպեսզի գրանցումը չեղալ համարվի։ Թե ինչը կդիտի Նիկոլ Փաշինյանի նախկին գործընկեր Վահագն Հովակիմյանը, որը լրագրող էր, հետո դիպլոմ ստացավ արագ, որպեսզի սահմանադրական դատարանում 21-ի ընտրություններին կարողանա ԿՊ-ի ներկայացուցիչ լինի, որտեղ եւ այդ մարդու համար այդ 70 տարեկան երազանք էր, ինչ որ դատական ացիան մտնել որպես ներկայացուցիչ, հիմա դառնա ԿՀ նախագահ։ Հիմա այս մարդը շատ հանգիստ ամեն ինչ կարա դիտարկի պարբերական խախտում ու դիմի դատարան։ Այ մեր վտանգը ոչ թե ուժը չգրանցելն է, այլ ուժը գրանցելուց հետո գրանցումը դատարանով չեղել հայտարարելը։ Այստեղ կա սուբյեկտիվիզմը, որտեղ գրանցելու հետ կապված որոշ բան չեն կարող անել։ Հիմա դրա դիմաց ո՞նց է հնարավոր առնել։ Դրա դիմաց կոնկրետ գործողություններով պետք է դրա դեմն առնել, այսպես ասած ժողովրդական խոսքով ասած։ Ես հիմա այդ գործողությունները բնականաբար չեմ բարձրաձայնի, որ հետո նաև դրա հակափաստարկները արդեն իսկ ձևավորած չեն։ Նկատի ունեմ գոնե թե կա B պլան։ Ենթադրում եմ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը, ուժեղ Հայաստանը կունենա այդ պլանները B, C, բայց ամեն դեպքում մի քիչ բարդ է պարբերական եւ հետեւողական խախտել արտահայտությունը, ինքը տենց նոր մցված իրավաբանական տերմին է եւ այստեղ նաեւ ցավոք մենք ունենք ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի արդեն այս ընտրություններին առաջին անգամ գործող ու քրեական օրենսգիր որոշ հոդվածներ, որոնցով մենք ակնհայտ հասկանում ենք, որ ոչ մի քրեական գործում չկա իրավաբանություն, այդ քրեական օրենսգիրը կարող են օգտագործել կալանավորելու ուժի առաջին, չգիտեմ, 20 համարներին, 30 համարներին ճնշելու ամեն ինչ, ես ինքս ոչինչ չեմ բացառում առաջիկա ընտրություններում այս իշխանության կողմից իրականացվող գործողությունների մասով։ Եվ մեկ հարցով ավարտենք։ Անցած տարիների ընտրական գործընթացները ինչ են ցույց տվել, որ Հայաստանում երբևէ չի եղել, որ ընտրություններով իշխանափոխություն տեղի ունենա։ Մենք դա տեսել ենք։ Հիմա դուք ինչ վստահություն ունեք, որ ընտրություններով հնարավոր է այն էլ ԿՊ-ի նման իշխանությանը, այն էլ Նիկոլ Փաշինյանի նման վարչապետի, որը ամուր կարճած է իր աթոռի, որտեղ նա շատ լավ գիտի հեռանալու դեպքում ինչ է իրեն սպառնում, հա։ Ինչ է կարծում, հնարավոր է այնուհանդերձ նման իրավիճակում հասնել հաջողության ընտրությունների միջոցով։
Տեսեք, նախորդ տարիները, այսինքն 26-ին նախորդող տարիների ընտրական գործընթացներում մենք չենք ունեցել երկրի այնպիսի իրավիճակ, ինչպիսին ունենք հիմա։ Մենք չենք ունեցել Արցախի կորուստ, մենք չենք ունեցել հայաթափում, մենք չենք ունեցել կալանավորված սրբազաններ, քրեական գործով հանրային հետապնդման ենթարկվող ամենայն հայոց կաթողիկոս եւ բազմաթիվ այսպիսի հարցեր։ Այսինքն երկիրը այս պահին չի գտնվում այն իրավիճակում, որ երբևէ գտնվել է։ Հետաբար ես մեծ հույս ունեմ, որ ընտրությունները, որոնք կազմակերպվելու են հունիսի 7-ին, նաև իրանց տեսակով եւ ժողովրդի, այսպես ասած, գիտակից ընտրության արդյունքում չեն լինելու նույնը, ինչ եղել է նախորդիվ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։